Ռուսաստանում միգրանտներին ծանր օրեր են սպասվում։ Ռուսաստանը նվազեցնում է օտարերկրացիների համար ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման քվոտան։ Այդ մասին է վկայում Ռուսաստանի Դաշնության կառավարության կարգադրությունը։ 2026 թվականի համար սահմանել Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կացության 3802 թույլտվություն տրամադրելու քվոտա, ասված է փաստաթղթում։ Ժամանակավոր կացության թույլտվությունը օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրվում է Ռուսաստանում ապրելու և աշխատելու համար։ Այս թույլտվությունը մի շարք առավելություններ է տալիս միգրանտներին, օրինակ՝ առանց պատտետի աշխատելու հնարավորություն, առողջապահության ոլորտում սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև թույլ է տալիս նրանց դիմել ժամանակավոր կացության կարգավիճակի, ապա նաև քաղաքացիության համար։ Ժամանակավոր կացության թույլտվությունը տրվում է 3 տարով և թույլ է տալիս օտարերկրացիներին օրինակ աշխատել Ռուսաստանում։ Թույլտվության գործողության ժամկետը լրանալուց հետո այն չի երկարաձգվում։ Օտարերկրյա քաղաքացին կամ պետք է ստանա կացության կարգավիճակ, կամ լքի երկիրը։ Այսօրվանից օրենքն ուժի մեջ է մտնում և այսօրվանից այն գործելու է։